Նոր կազմ ու հին թեմաներ, որն է լինելու նոր ընդդիմության տնային աշխատանքը, որն է լինելու նորույթը և վերջապես ուր են Արցախի դրոշները։ Սրանք են լինելու հիմնական թեմաները այսօրվա, բայց մինչ սկսելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախագծին աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովը կիրակի օրը գումարեց Անդրանիկ նիստը։ Առանց կաթողիկոսի, առանց բուռն հրավառությունների ընդդիմությունը ներկայացավ ամբողջական կազմով, մանդատից հրաժարվողներ չեն եղել ու նաև հիմնավորել են, թե ինչու չեն հրաժարվել։ Բայց այս հարցերին քիչ անց կանդրադառնանք, մինչ այդ կառավարության մասին մի երկու խոսք, ինչպես օրենքով նախատեսված էր նոր կազմով խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական տվեց, կարճ ասած ով երազում էր Փաշինյանի հրաժարականը, այդ հրաժարականը տեսավ կիրակի օրը, բայց դա կարճ տևեց։ Երկիրը երկար ժամանակով անտեր չմնաց, մի քանի ժամ անց ոչ անսպասելի տեղեկությունը տարածվեց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության նախագահը Փաշինյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս դեպքում կարծում եմ մեղք չի լինի ասելը, ոչ թե նշանակվեց, այլ վերանշանակվեց վարչապետի, վերջո Փաշինյանը այս պաշտոնում նշանակվելու բավական հարուստ փորձ ունի, նշանակվեց, եթե չեմ սխալվում, 4-րդ անգամ, պատկերացրեք, 4-րդ անգամ։ Կառավարության թեմաներին կանդրադառնանք մեր զրույցի վերջում, իսկ հիմա նորից գնանք խորհրդարան, այն արդեն 2 օր է գործողությունների հիմնական վայրն է։ Ինչ գործողություններ, գրեթե մարտական գործողություններ։ Մեր սիրելի ընդդիմությունից սկսենք, հիշեցնեմ, որ հակառակ սկզբում տարածվող տեղեկություններին ու քարոզարշավի ընթացքում հնչող երդումներին մանդատից հրաժարվող քաղաքական ուժեր չեղան։ Դե դա մեղք չի, կարծեմ անգլիացի գործիչներից մեկն է ասել, որ միանգամայն ազնիվ է ստելը որսից հետո եւ ընտրություններից առաջ։ Որ ընդդիմության շարքում հզոր որսորդներ ունեմ, վստահ եմ չեք կասկածում, ի վերջո Քոչարյանի որսորդական լուսանկարներն ու Ծառուկյանի տան տասնյակ խրտվիլակները բավական համոզիչ ապացույցներ են, այնպես որ որսի պահով ստելու կարիք չկա, բայց ընտրություններից առաջ կարելի է ստել։ Մի խոսքով նոր խորհրդարանում էլի ընդդիմության հին դեմքերից ոմանց կտեսնենք, ոմանց ոչ բոլորին։ Իսկ թե ինչու են ամեն դեպքում մանդատները վերցրել, ավելի լավ է հենց իրենք էլ մանրամասնեն։ Սիրելի հայրենակիցներ, ցավոք այս փուլում հավաքական ընդդիմությունը հաստատի չի կարողացել հասնել նրան, որ այստեղ քաղաքական մեծամասնությունը ԿՊ չլինի։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք օգտագործելու ենք այս հարթակը պայքարը շարունակելու համար, եւ այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործել ենք, որովհետեւ հնչելու են հարցեր, որոնք վստահաբար այս իշխանության եւ որևէ ներկայացուցիչ չի բարձրաձայնելու։ Մասնավորապես մենք ինչպես խոսել, այնպես էլ շարունակելու ենք խոսել Բաքվում պահվող մեր հայրենակիցների, ռազմագերիների մասին, որպեսզի ամոթից գետինը չմտնենք այն ժամանակ, երբ օրինակ մեր գործընկեր Գեղամ Մանուկյանի եղբայրն այնտեղից խոսք է հնչեցնում ու ասում, որ ինքը չի զգում Հայաստանի շունչը իր մեջքին։ Հայաստանը, հայ ժողովուրդը հիշում է իր որդիներին եւ այս ամբիոնը օգտագործելու է այդ մարդկանց, մեր հայրենակիցների մասին խոսելու համար։ Մենք խոսելու ենք մեր անվտանգության մասին։ Այսօր շատ հետաքրքիր դիսկուրս ծավալվեց մեր գործընկեր Իշխան Սաղաթելյանը շատ հստակ հարցադրում է հնչեցնում Ռուբեն Ռուբինյանին, ասում է Տիգրանաշենի հանձնման վտանգ կա որպես անկլավ։ Դրա պատասխանը ինքը իր բնույթով լեզվաբանական այո կամ ոչ պատասխանը ենթադրող հարց է, որին չհնչեց ոչ պատասխանը։ Այսինքն բոլոր հիմքերն ունեն կարծելու, որ հերթական տարածքային զիջումները հնարավոր են լինել եւ սիրելի ընդդիմադիր գործընկերներ մեր այստեղ գտնվելու նպատակը նաև դիմակայել այդ օրակարգերին։ Մենք խոսել ենք բնականաբար Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, որը միջազգային բնական իրավունք է եւ պարտադիր պետք է առաջ տանել։ Խոսել ենք քաղբանտարկյալների մասին, այսօր տասնյակի հասնող քաղաքական հետապնդվող անձինք ունենք։
Մեր սիրելի ընդդիմության չափ սիրելի իշխանական թևին անդրադառնանք։ Իշխանությունն էլ նոր ասելիքով չի եկել, ամեն առիթով ցեղն են մտցնելու ընդդիմությանը, ցույց են տալու, որ ընդդիմության շրջանառած այս կամ այն գաղափարը սուտ է։ Ու քարոզարշավի ժամանակ ամենաշատը հնչած գաղափարները հաշվի առնելով անսպասելի չէր, որ հենց առաջին նիստի ժամանակ հարցրեցին Հայաստան եկող ադրբեջանցիների մասին, ընդ որում հարցրեցին կոնկրետ թվով։ Այս ամբիոնից փորձում եք համոզել, թե ինչի համար եք մանդատները վերցնում։ Վերցրել եք, թե չէ, դա ձեր գործն է, բայց այդ կեղծ թեզերը մի փորձեք մատուցել հանրությանը։ Մանդատները վերցրել ենք, որ մեր եկեղեցին փրկենք, մանդատները վերցրել ենք, որ հայ մնանք։ Բա դրանից առաջ էլ ասում եք գալիս ենք ընտրությունները հաղթենք, դառնանք վարչապետ, որ Հայաստանը չփլուզվի, որ եկեղեցիները չփլուզվեն։ Բանտրությունները պարտվելուց հետո Հայաստանը ինչի չփլուզվեց։ Այն 300,000 ադրբեջանցիները ուր են հարգելիներս։ Ուր են, մինչև այսօր ուր են։ Ոչ պակաս կարևոր թեմաներից մեկը լինելու է եկեղեցին, չմոռանանք Կարապետյանի հետ կապված խնդիրները սկսվեցին հենց եկեղեցու հետ կապված զարգացումներով, ավելի ճիշտ այդ զարգացումների վերաբերյալ Կարապետյանի հնչեցրած մտքերով։ Այս ամենը հաշվի առնելով անսպասելի չէր, որ հենց առաջին նիստի ժամանակ եկեղեցու թեման էլ հրապարակ բերվեց։ Ճիշտ է, մասնակի, բայց ամեն դեպքում բերվեց, գոնե անոնսավորվեց։ Որ վեհապարի մասին է խոսքը։ Դու չի նախ դուքա պարոն Կարապետյան դուքա ձեզ համար։ Ով է ձեր վեհապարը։ Կտրիշ Ներսիսյանը։ Մի րոպե։ Կտրիշ Ներսիսյանը։ Ժողովուրդ լռեք։ Ներսիսյանին։ Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա։ Այն Կտրիշ Ներսիսյանին հուսակրոնության պատգամավորներ։ Կտրիշ Ներսիսյանին փնտրեք իրենց զավակների մոտ։ Մի րոպե ժողովուրդ։ Կտրիչ Ներսիսյանը, հուսակրոնության ուխտը խախտած Կտրիչ Ներսիսյանը։ Էլի հարցեր կան, որոնք վստահ եմ կլսենք, կարող ենք գրեթե վստահ լինել, որ ընդդիմությունն էլ գոնե այս փուլում ժամանակ առ ժամանակ ԵԱՏՄ-ԵՄ հարցով հանրակրվեի հարցն է շոշափելու, տեղնկած տեղը հարցնելու, թե ինչ եղավ այդ հանրակրվեն։ Մյուս կողմից էլ շարունակելու են շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հանրակրվեն, եթե այն լինելու է Ալիևի պահանջով։ Դա առանձին քննարկման առարկա է, բայց գոնե արտաքուստ միթե Պուտինի պահանջած հանրակրվեն ու Ալիևի պահանջած հանրակրվեն երկուսն էլ երրորդ երկրի կողմից պահանջվող չեն հավասարապես, թե Պուտինի պահանջածը երրորդ կողմի պահանջ չէ։ Մի խոսքով ժամանակից շատ առաջ չընկնենք այս թեմաների մասին խոսելու բազում առիթներ վստահ եմ ունենալու ենք։ Արցախցիների մասով դե ինչպես կադրերից արդեն կռահեցիք, 9-րդ գումարման ազգային ժողովում Արցախի դրոշակներ չեն լինի ընդդիմության հատվածում։ Դե ամեն դեպքում առաջին նիստին կարծես այդ դրոշակները չկային, բայց շատ մի տխրեք, որքան անցած տարիներին այդ դրոշների ներկայությունից շահել են արցախցիները, նույնքան էլ այդ դրոշների բացակայությունից տուժելու են։ Ավելի կարճ ոչ ներկայությունից ենք շահել, ոչ էլ ըստ էության բացակայությունից ենք կորցնելու։ Իդեալական կլիներ, որ իշխանությունն ու ընդդիմությունը գոնե մի հարցում համաձայնության գային ու դադարեին արցախցիների թեման շահարկել։ Առաջին նիստը հիմք է տալիս ենթադրել հակառակը, Արցախի թեման շարունակելու են երկու ստեկ ու բավական հաճախ շահարկել։ Նոր խորհրդարանի նորություններից մեկն էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արցախցի պատգամավորի ներկայությունն էր։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ ժամանակին Հայաստանի Հանրապետություն եկած, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատգամավոր դարձածը եւ տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում պատգամավոր դարձածը օրենսդրական առումով փաստացի նույն հարթության մեջ են, բայց հուզական հոգեբանական առումով բոլորովին այլ հարթության մեջ են։ Դրա համար եմ առանձնացնում նոր խորհրդարանում Արեգա Հովսեփյանի ներկայությունը ուժեղ Հայաստանի կազմում։ Ռուբեն Ռուբինյանը խոսում էր, որ իր 1 տարեկան երեխան չի տեսել պատերազմ, չգիտեմ, եթե սխալվում եմ, տարիքը ներողություն եմ խնդրում, 2 ներողություն, չի տեսել պատերազմ, ամեն ինչ անելու է, որպեսզի չտեսնի։ Գիտեք, ես էլ 2 տղաների մայր եմ։ Ես էլ փորձելու եմ ամեն ինչ անել, որ պատերազմը չլինի, որովհետև պատերազմի մեջ ոչ մի լավ բան չկա։ Բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ իմ տղաների վրա բերեմ օրինակը։ Իմ տղաները ոչնչով ավել չեն,
Հայկ Ապրեսյանից, իսկ ես ոչնչով ավել չեմ Հայկ Ապրեսյանի մորից։ Հայկ Ապրեսյանը մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր է, ով որ զոհվել է ձեր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով եւ իմ տղաները իրանցից ոչնչով ավել չեն։ Եվ հետևաբար ամեն ինչ արվում է հատուկ նրա, որպեսզի խաղաղությունը լինի, որպեսզի պատերազմ չլինի, բայց ոչ մեկին առավել ու ներքև չդասելով։ Ես եւ հիմա վերջում առանց դրա հնարավոր չի այս ամբիոնից, այսուհետ դուք հաճախ եք լսելու։ Ակադեմիկոս Հրաչյա Աճարյանի բնութագրմամբ հայերենի տարածվածությամբ եւ խոսողների թվով ամենամեծ արևելահայ բարբառը։ Սիրելի արցախցիներ, մռավասարեն նման պնդկացիկ, մունք մեր հայրենիքում նանք, վեշիմպեն մորացվալ չի ու վեշիմպեն ներվալ չի։ Խորհրդարանն արդեն նոր նախագահ ունի, ԿՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը եւ ըստ էության ԿՊ-ն էլ ընտրել է, ու դա լրիվ բավարար էր այդ պաշտոնի համար։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Վերադառնանք կառավարությանը, նախորդին Փաշինյանը կոսմետիկ փոփոխություններ էր արել, խոսնակին էր փոխել, խորհրդարան գնացած Նազելի Բաղդասարյանի փոխարեն խոսնակ է նշանակվել Մելանիա Հարությունյանը, հետո ավելի ծանրակշիռ փոփոխություն եղավ ծանր քաշայիններից, Արայիկ Հարությունյանը այլևս վարչապետի աշխատակազմի ղեկավար չէ, նրան փոխարինեց Լիլիթ Մակունցը։ Հաջողություններ իգի մակունց ձեզ շնորհակալություն ասում ձեր աշխատանքին եւ հաջողություններ մաղթում որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Շնորհակալ եմ վարչապետին շնորհակալություն ձեզ եւ իգի մակունց ձեզ հաջողություն։ Հարությունյանը առայժմ խորհրդարանում է, արդյոք երկար ժամանակ կմնա, դժվար է ասել։ Ես օրինակ չեմ բացառում, որ նա աստիճանաբար հայրենական սպորտի ոլորտը դարձնի իր հիմնական ուղղությունը, Գագիկ Ծառուկյանին լուրջ հակակշռելով նաև այս հատվածում, բայց դա զուտ ենթադրություն է, թե ինչ կլինի ապագայում, միասին կտեսնենք ու կքննարկենք։ Մինչ այդ խոսենք արդեն առկա իրողությունների մասին։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերն ու նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում, այսպես Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոնում։ Դավիթ Խուդատյանը վերանշանակվել է ՏԿ-ն պաշտոնում, Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնում, Համբարձում Մաթևոսյանը շրջակա միջավայրի նախարարի, Արփինե Սարգսյանը ներքին գործերի, Ժաննա Անդրեասյանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի, Արարատ Միրզոյանը արտգործնախարարի, Սրփուհի Գալյանը նորից նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում, Անահիտ Ավանեսյանը կշարունակի մնալ առողջապահության նախարար, իսկ Արսեն Թորոսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։ Փոխվել է ԲՏԱ նախարարը, Մխիթար Հայրապետյանին փոխարինել է Դավիթ Թադևոսյանը։ Չերևաց նաև պատգամավորի մանդատից հրաժարված Ալեն Սիմոնյանը։ Այս օրերին բոլոր հետաքրքիր պաշտոնների հարցերով կարծես հստակեցումներ եղան, իսկ նա որպես ԿՊ ծանր քաշային ոչ մի տեղ չկար։ Ամեն դեպքում այսքանը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեսնենք ու կգնահատենք միասին։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։